Սիրելի ռազմայնակիցներ, հենց նոր մենք ստացանք տեղեկություն։ Արտակ Ալեքսանյանը մտավ ասեց, Հա, ստացանք լուր, որ ԱՄՆ ընտրությունում հաղթել է Բարակ Օբաման։ We are and forever will be the United States of America. And together, with your help and God's grace, we will continue our journey forward and remind the world just why it is that we live in the greatest nation on earth. այո, հայկական հարցերի հետ կապված ինչ-որ բան դզվելու է, չէ։ Չէ, դուք։ Կարա ֆինանսական օգնությունն են շատացնելու։ Չէ, ոչ մի լավ բան մեզ չի սպասում, չէ։ Չէ, Ամերիկայի դրոշ չունի։ Չէ։ Լավ, բայց ինչպես ոգևորվել։ Ինչ որ մի երկրում փաստորեն հանրապետականները կարող են պարտվել։ Գյումրի քաղաքապետի ստվերը եւ նոստալգիայի բացակայությունը, Չնախընտրական հակակոռուպցիոն պայքար։ Հայաստանի մշակույթի ժառանգությունը կլցվի Երևան, Թիվ 1 ընտրատարածք, Ստեփա Սաֆարյան։ հյուրը երիտասարդական խորհրդարանի շատ երիտասարդ падգամավորը։ Սիրելի հեռուստա եւ YouTube հայություն, ստիպված ենք սկսել հաղորդումը սարսափելի վատ լուրից սպորտի աշխարհից։ Մի տրվեք խոճապի էմոցիաների, պատրաստեք վալերիանկաները։ Հայաստանին վտարել են քյորլինգի միջազգային ֆեդերացիայից անդամավճարները չվճարելու համար։ Ոչ! Ես միայն հուսով եմ, որ ժողովուրդը շատ ծանր չի տանում։ Ինչ իմաստ ունի կյանքը, եթե մեր քյորլինգի հավաքականը չի մասնակցելու օլիմպիադաներին։ Ինչ իմաստ, ինչ։ Բայց առաջին ռազմարդասերականը իր մեջ ուժ է գտնում շարունակել թողարկումը։ Քյորլինգը մոռանալու համար մի քիչ խոսենք, ասենք Գյումրիի մասին։ Ամեն քաղաքապետի կյանքում գալիս է մի պահ, երբ քեզ հանում են, յան են տալիս, սկսում են դժգոհել, որ դու ինչ-որ փողեր ես կերել եւ այլն։ Ոչ, խոսքը Պետրապավլովսկ-Կամչատսկի քաղաքապետի մասին չէ, այլ մեր հարազատ Գյումրիի։ Վարդան Ղուկասյանից հիմա դժգոհում են նույնիսկ այս մակարդակով։ Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Գյումրիում։ Նախկինում, եթե անկեղծ խոսեմ, բազմաթիվ միջազգային կառույցներ դժգամությամբ էին համագործակցում քաղաքապետարանի հետ։ Բա կես բերան ասեք, պարոն դեսպան ջան, տես բաներ մի քիչ շուտ որ ասեք, էլ ստիպված չեն կլինի իշխանության քթի ծակի վրա հույսը դնել։ Դե հիմա վերջ, Ջիգարով համագործակցություն եւ հետ Վարդանյան զարգացում, ճիշտ է։ Որքան թափանցիկ ու բաց միջավայր կարողանանք Գյումրիում ձևավորել, այն կնպաստի, որպեսզի միջազգային գործընկերները նորից հետաքրքրություն ցուցաբերեն եւ աշխատեն Գյումրու հետ։ Իդեպ ՀՀԿ Մինսկի խումբը, որ իմացավ Ղուկասյանի հարցը սենց լուծվել, ոչխար մատաղարեց։ Իսկ այդ ընթացքում շարունակվում է հանրապետականների պայքարը կոռուպցիայի դեմ, եւ նրանք ինչքան ուժ ունեն վստահեցնում են, որ այդ պայքարը կապ չունի ընտրությունների հետ։ Ինչ նպատակ են հետապնդում կոռուպցիայի դեմ պայքարի մասին իշխանությունների հայտարարությունները եւ որքանով են դրանք կապված առաջիկա նախագահի ընտրությունների հետ։ Չեմ կարծում, որ կոռուպցիայի հետ պայքարի հետ կապված որևէ ժամանակ կամ ժամանակահատված նշված է, որ դրանից այս կողմ կամ այն կողմ կդիտարկվի որպես քաղաքական դրսևորում կամ ոչ քաղաքական դրսևորում։ Գիտեք ինչ, եկեք ուղղակի ժողովրդին հարցնենք, էլի ինչքանով է ինքը զգում իր վրա կոռուպցիայի դեմ պայքարը։ Ժողովուրդ, կոռուպցիայի դեմ պայքարի հետ ոնց ես։ Կարաս հարցը հոգեպես առողջ ձևով ձևակերպես։ Ինչու ոչ։ Քո վրա զգում ես իշխանության պայքարը կոռուպցիայի դեմ։ Հա իհարկե։ Օրինակ, Դե Վարդան Ղուկասյանին են նեղում ահագին կերած խմացների համար։ հա մի թեթև արդեն դրա մասին խոսացել ենք ուրիշ։ Դե ստվերային տնտեսությունն է կրճատվել, դրա հաշվին աշխատավարձն է կտրուկաճել, սպառողական ապրանքների գներն են լավ իջել։ Լուրջ։ Չէ։ Դե լավ էլի ժող։ Դե ինչ եք ուզում նոր են սկսել պայքարը։ Մի 2-3 տարի տվեք մի հատ հայեցակարգ մշակեն պայքարի, հետո մի 4 տարի գործողության պլան, իսկ մինչև այդ կարող է ինքն իրան ծծվի կոռուպցիան։ Ժողովուրդ, իսկ քո ինտելիգենտ մասը ինչ է կարծում։ Վստահ որ ուզում եք իմանաք։ Հա։ Լավ, գնացինք։ Հիմա մենք մոտենում ենք Հայաստանի Հանրապետության ինտելիգենցիային։ Ռուդոլֆ, բարև ձեզ։ Այստեղ եք։ Հա, ժողովուրդ, մի քիչ երեքը մեր մոտ ընդմիջում է, բայց դա ինտելիգենտ մարդ եմ, ինչով կարող եմ օգնել։ Շնորհակալություն։ Ինչպես եք վերաբերվում կոռուպցիայի դեմ պայքարին։ Շատ լավ, մենք ինտելիգենցիան շատ ոգևորված ենք այդ պայքարով։ Դուք այստեղ մենակ չեք։ Չէ, ինտելիգենցիան, ես ու Դյադ Վիտալիկը։ Դյադ Վիտալիկ, вы доедаете будете бутерброд։ Այս։ Մենք Ինչ-որ բան կասեիք։ Չէ, ինքը երբ ուտում է նա չի խոսում։ Գլուխինյամը հայ ինքը ացել մենք շատ ոգևորված ենք եւ եթե իրոք վարչապետին կառավարությանը հաջողվի վիրահատել հեռացնել կոռուպցիան, մենք կլինենք նրանց կողքին, մենք ուղղակի մենք չգիտեմ կողողենք բոլոր փողոցները ինտելիգենցիայով։ Դուք եւ Դյադ Վիտալիկը։
Այո, ես ու Ջաջ Վիտալիկը մեկ մարդու պես ամբողջ ինտելիգենցիան կկանգնենք եւ կողջունենք այդ բարեփոխումը։ Շնորհակալություն Ռուդոլֆ, շնորհակալություն Ջաջ Վիտալիկ, ժողովուրդ հատուկ Arm Comedy-ի համար։ Նախագահական ընտրությունների մասին վերջապես խոսեց ԲՀԿ-ն։ Նաիրա Զոհրաբյանը հաղորդագրությամբ ներկայացրեց կուսակցության մոտեցումը ԲՀԿ թեկնածության վերաբերյալ։ Անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի։ Մենք կարևորում ենք 100%-անոց համամասնական ընտրական համակարգին անցումը։ Հիմա էս ինչ էր։ Դե ԲՀԿ-ի մոտեցումը նախագահական ընտրություններին այն է, որ պետք է անցնել պարլամենտական կառավարման համակարգին։ Լավ, այս հարցումի քիչ կսպասենք։ Իսկ մյուս պոտենցիալ տեխնացիներից ինչ կա։ Ինչ անել այս հարցի պատասխանը նախագահի ընտրություններից առաջ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը դեռ չի գտել։ Դե լավ չի էլի որ չի գտել։ Ինչա պետք որ գտնի բա։ Անկախ նրանից ինչպիսի հեղինակություն ունի Կենտկոմի առաջին քարտուղարը, նա վաղօրոք հայտարարել չի կարող, թե առաջադրվելու է, ով է առաջադրվելու եւ ինչպես։ Վաղօրոքը ո՞րն է։ 3 ամիս բան մնաց։ Սերգեյ, 3 ամիսը շատերի համար կարող է մի ամբողջ կյանք լինել։ Իսկ կարող է կոմունիստները ուրիշի թեկնածությունը սատարեն։ 8 միլիոն դրամ նախընտրական գրավը կոմունիստների գրպանին հարիշ չէ։ Ընկեր Թովմասյանը չի բացառում, որ իրենք սատարեն առաջադրված թեկնածուներից որևէ մեկին, մի քանի պայմանով։ Որ ամբողջ սեփականությունը վերադարձնել ժողովրդին։ Հա, չէ, լավ, չէ։ Նախ իշխանության գալու իմաստը ոչ թե ինչ որ բան վերադարձնելն է, այլ հնարավորին չափ քեզ վերցնելն է։ Ու հետո ժողովրդին երես տալ պետք չի ընդհանրապես։ Հա դու աննորմալ չես, թող վերադարձնեն։ Բայց ի՞նչը։ Դե ասեց մարդը, ամեն ինչը։ Ինչի տա պետք։ Դե տունը էլի պետք կգա։ Ոստիկանությունը եւ ՀՀԿ-ն, այո, երկու բառն են մի նախադասության մեջ, Ծաղկաձորում կազմակերպեցին սեմինար ԶԼՄ-ների հետ աշխատանքի թեմայով։ Ոստիկանապետը մի քանի բան նշեց, ինչը ոնց է լինելու ապագայում։ Ես որպես մարդ, որպես քրիստոնյա, որպես ոստիկանապետ ասում եմ նայելով ձեր բոլորի աչքերին։ Ոստիկանությունը լինելու է անաչառ եւ ազնիվ։ Գիտեք, քանի տարի է երազել եմ այսօրվա մասին։ Ես նույնիսկ մի պահ վստահ չի, որ այս օրը կգա, հույսս կորցրել էի, քիչ էր մնում արդեն, Բայց չէ, տեսար եկավ այս օրը։ Ես գիտեմ, որ մեր համակարգը երբեք իդեալական չի լինելու։ Ինչու՞ մի անգամից տես տխուր։ Գոնե հույսը մի կտրեք մարդկանց, որ կլինի մի օր մարդ ես։ Որտեղից է այդ հոռետեսությունը գալիս։ Իրար ազգականներ, բարեկամներ ենք, մարդիկ ենք, որ ապրում են մեր այս երկրում։ Եվ ոչ մենք ենք ձեզանից լավը, ոչ դուք եք մեզանից լավը։ Ցավոք սրտի որդը կա եւ մեր շարքերում, եւ ձեր շարքերում, եւ ամենուր կա այդ որդը։ Վայ որդը։ Հա, որդը լրիվ համը հանում է։ Բայց ներկայացվեց այդ օրը նաեւ ապագայի տեսլականը։ Այսօր ոստիկանությունը գնում է այն ճանապարհով, որ տարիներ հետո, երբ մենք մեր համազգեստը հանենք, 4 տարբերակ։ Համազգեստը հանենք, մտնենք ցնցուղ, համազգեստը հանենք, տնանք մեջը մարդ կա, համազգեստը հանենք, որ մի քիչ հովանանք ու համազգեստը հանենք ու տկլոր հալամուլա խաղանք։ Մենք մեր համազգեստը հանենք, քաղաքացին տեսնի, որ այդ համազգեստի մեջ այն ամենայդի մարդ է եղել, այլ ոչ դատարկություն։ Հա, Այդ շատ կարևոր է, մենք միայն կողմ ենք։ ու տենց մի խոսքով շատ ջերմ ավարտվեց ԶԼՄ-ների հետ հանդիպումը։ Որ համոզմունք ունեմ, որ մեր ճնշող մեծամասնությունը լավատես է եւ մեր ճնշող մեծամասնությունը ուզում է որ մեր հասարակությունը լավը լինի։ Ես ես սիրում ու հարգում եմ։ Երեք տեղի ունեցավ երիտասարդական խորհրդարանի երթման արարողությունը։ Իսկ դա նշանակում է երկու բան։ Առաջինը, որ մեր հյուրը երիտասարդ падգամավոր է, եւ երկրորդը, որ փաստորեն մենք ունենք երիտասարդ խորհրդարան, եւ այսպես մեր հյուրն է Արտյոմ Պապյանը, բարև ձեզ Արտյոմ։ Տյոմ ջան, էլի հոպա, տյոմ։ Հա, շատ լավ։ Տյոմ կամ չամիչ կարաս ասես, կամ կյար,
այդ գիտեմ մի քիչ տարօրինակ է, բայց շատ հետաքրքիր պատմություն կա կապված։ Մի օր ես Ջամ ջան, եկեք այս պահին դիտենք մի քանի կադր երիտասարդական խորհրդարանից։ Երեցյան Հովհաննես Կարոյի, Ազարյան Գնայի Կարամի, Ափյան Հասին Խաչատրի, Գորդոյան Լուսինե Հովհաննեսի։ Այս կանգնել նստել եմ, տեսակ շատ դպրոցական չէր։ Ես ճիշտ ասած ես նիստին չէի գնացել։ Ինքը գործ ունեի, հա, ժամանակ ունեմ, բայց այս տարի papan ասեց, որ պետք է գնամ, որտեվ անցած տարի ես հիմնականում բուֆետ էի գնում, իդեպ ցենտր բուֆետ ազգային ժողովում ոչ ոք չգիտի, բայց այս տարի papan ասեց պետք է շատ լուրջ լնես ու ասեց եթե նորմալ գնացիր երեխեքի են, խելոք երեխեքի հետ նստեցիր օրենքները նորմալ մարդավարի գրեցիր, մեծամասնականով ընտրվել է իմ կողմից, թե ես էլ պետք է գնամ։ Պարզ է, ջան, բայց մենք ստացել ենք բողոքներ, որ որոշ պատգամավոր, ապագա պատգամավորներ ընտրական քննության ժամանակ իրենց iPad-երի մեջ ունեն պատասխանները հարցերի, ինչ եք ժպտում։ Մի րոպե։ Ես նման տեղեկություն չունեմ, հետեւաբար մեկնաբանել չեմ կարող։ Գիտեք, բայց շատ լավ է ստացվում, իսկական ոնց որ ստացվում է, գիտեք, պրոֆեսիոնալ պատգամավորական պատասխանել, իսկ եթե լուրջ։ Մերսի, բաստաղամար պարապել եմ իսկական պատգամավորների հետ պապանդել էր, այտենց պարապում ենք, բայց եթե լուրջ, մենք փաստորեն սրանով պատրաստում ենք երեխաներին իսկական կյանքի, այսինքն վաղը միսօր իրանք որ փորձեն ընտրվել քաղաքական գործիչ դառնալ, միշտ է լինելու է այն տղեն, ում papan կարողանալու է վիզ դնի հարցերը, հասկանում ես։ Միշտ է լինելու է երեխան, ով հարիվ գնալու է սահմանադրություն կարդա, որ սովորի ու կարողանա քննությունը տա, կյանք է։ Փաստորեն դու շպո ես օգտագործել։ Չէ, ջազ ջան, ինչ շպո, ABGDA AADDGBDA Ես առաջի անգամ ասեմ այս բանը ման։ Ես անցած տարի էլ էի, չէ, ընտրվել այդ պատգամավոր բանն, հենց որ արդեն լավ ձևերը գիտեմ։ Փորձենք հասկանալ խորհրդարանի իմաստը, ինչ եք արել դուք անցած տարի օրինակ։ Դե ես կոնկրետ որոնցապես ոչ մի բան, բուֆետ, բայց այն երեխեք են, որ խելոք լավ երեխեք են, ինչ-որ մի հատ օրենք էին պատրաստել ջահելության մասին, երիտասարդության։ Դե հա, մի խոսքով այդ օրենքը էլի շատ լավ դաս էր մեր երեխեքի համար, որտեղ երեխեքն խելոքները չարչարվեցին, գրեցին, մենք դե անցկացրեցինք, բան, տարանք տվեցինք մեծերի խորհրդարանին, մեծերի խորհրդարանն էլ ջրեց։ Այսինքն էլի կարևոր դաս սովորեցինք, որ չնայած դու աշխատում ես բան, կա մեծերի խորհրդարան, որը կարա պրոստը դնի միտեղ ու կորցնի այդ օրենքը։ Ջան, իսկ դու ինչ որ օրենսդրական նախագիծ ունես։ Իհարկե ունեմ, բայց իմ այն խելոք օրենքներից չէ, դա թողնենք երեխեքին, չամիջը առաջարկում է։ Այսինքն ծոմը։ Դե քյաժ էլի, առաջարկում է, որ Երևանում արկել են այն նոր տեսակի շալվարներ են, որ սա հագնում են, որ sense մի քիչ ձակը կախա, ոնց որ sense միտեղից այստեղից հա սկսում ձակը, ոնց որ այդ հագնող, ոնց որ տակը կակած լինի։ Այդ դրանք պետք է արդեն արկել քաղաքում։ Հասկանալի է, նաև արդի օրինագիծ է։ Անցած տարի դուք նստում եք падգամավորներից մեկի տեղում ու մենք ստացանք բողոքներ, որ սեղանին այսպիսի բան հայտնաբերվեց։ Դե ջայլ ենք, տակարին ենք, ոնց որ ասած, ներողություն, այս տարի տենց բաներ չի կրկնվի, համել այս տարի ռեալի եմ անցել։ Հա, հասկանալի է, մեկ էլ սեղանի տակի նկար եմ իհաց ցույց տվեք։ Ու դա մենակ դու չէիր, մի 3-4 հոգի այդ նույն բանից էին անում։ Չէ, հոп, այդի մեր վրա չքցեք։ Մենք որ եկանք, դրանք արդեն այնտեղ կային, ես իմ շալվարիներ էր քցվել, չփորձվեք դա մեր վրա քցեք։ Լավ, իսկ ուրախ եք, որ արդեն ընդդիմություն ունեք ձեր խորհրդարանում։ Դե ոնց ասեմ, ցանկացած 10-ի B ունի ինչ որ 10-ի A, զզվելի 10-ի A։ Դրա համար դե թող լինեն, հիմա եթե շատ չխառնվեն մեր գործերին, լավ է, էլի։ Երբ որ մի կուսակցություն տիրապետում է տեղերի մեծամասնությանը եւ ինքը իր որոշումները, կառավարության որոշումները ինքը իր մեջ որոշում եւ անում է, կարծես թե այն մյուսները դուրս են մնում այդ ամբողջ գործընթացից։ Սկզբունքորեն օլիգարխները պետքա դուրս գան ազգային ժողովից։ Իսկ քո կարծիքով օլիգարխները, գործարարները պետք է լինեն խորհրդարանում։ Իմ կարծիքով, մի րոպե։ Նման տեղեկություն չունեմ, այս բան չեմ կարող մեկնաբանել, բայց գրավոր դες կպատասխանեմ։ Չէ, լավ է սովորել եք։ Չէ, բայց դուք երիտասարդներն եք, գոնե դուք պետք է դեմ լինեք, չէ, որ օլիգարխներ լինեն ազգային ժողովում։ Թե մարդ գիտելիքներով հարուստ է կամ օլիգարխ է կամ չգիտեմ, ու նա մտածում է երկրի կայացման, զարգացման հետ կապված ցանկացած հարցի շուրջն էցուկ է լինում երկրի կայացման, ես կարծում եմ, որ դա շատ սխալ դիրքորոշում է, որ քանի որ մենք ունենք շատ խելացի գործարարներ, կարող եմ անգամ նշել, շատ խելացի մարդիկ ունենք ազգային ժողովում։ Չեմ հասկանում, սահմանադրության 65 հոդվածը ձեր քննության մեջ չի մտել։ Այդ հարցերը այն խելոք երեխեքին տվեք էլի, ինձ papan է այնտեղ դրել, բայց մի բան, սահմանադրություն։ Հիշում եմ այդ մասը, սահմանադրություն։ ABBDG։
Շնորհակալություն Ջոն, քեզ մաղթում եմ որ գտնես քեզ մի այլ ոլորտում, երգիչ, երգչուհի, իսկ իրական երիտասարդ լավ խորհրդարանականներին մաղթում ենք հաջողություն, հետևեք այն մեծ պատգամավորներին ու արեք հակառակը։ Մշակութային լուրեր։ Մշակույթի նախարարությունը փորձում է հարստացնել Երևանի մշակութային ժառանգությունը ու հուշարձանների թիվը։ Այդ նախաձեռնության միակ բացասական կողմը այն է, որ ինչքան շատ այդ արժեքներից հայտնվի Երևանում, այդքան շատ դրանք կպակասեն մարզերում։ Կառավարությունը դատարկում է Երևանից դուրս պատմական վայրերը։ Օրերս կառավարության կողմից կայացված նման մեկ որոշում արդեն մեծ աղմուկ է բարձրացրել։ Նախատեսվում է 63 հուշարձան մի քանի տարով տեղափոխել Երևան։ Դե մի կողմից հոյակապ է, որ Երևանում կշատանան մշակույթի տարրերը, բայց մյուս կողմից այդ տարրերը կարտագաղթեն մարզերից։ Ոչ մեկ չի ուզում է հարցը բարձրացնել նախարարի մոտ։ Թեմայի շուրջ խոսակցություն է ընթացել նաև խորհրդարանում։ Մշակույթի նախարարը ներկայացրել է նախաձեռնության նպատակն ու կարևորությունը, իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հակադարձել է նախարարին, նշելով, թե դա ճիշտ որոշում չէ եւ խորհուրդ տվել նախարարությանը հուշարձանները մայրաքաղաք տեղափոխելու փոխարեն դրանք մշակել ու վերականգնել իրենց տեղադրված վայրերում։ Ինչին նախարարը արձագանքեց։ Խոսքը վերաբերվում է ջարդված, քանդված, գետնի մեջ թաղված, անհայտ մի անկյունում դրված կամ գցած, ուրեմն հուշարձանը պատկան քարի բեկորների հետ։ Հա, այն թարմ նոր ճռճռ հուշարձանները չեք տեղափոխի այսինքն Երևան։ Չլսեցիր մենակ հներ են, որ վաղուց ոչ մեկին պետք չի, նես որ Էդմոն ջան, անհանգստանալ պետք չի։ Արդյոք սա խոսում է Երևանի բեռնաթափման մասին։ Երբ որ ամեն ինչ դուք ժողովում եք եւ կենտրոնացնում եք Երևան քաղաքում։ Եվ մյուսը, ես չեմ ավարտել տիկին նախարար։ Եվ մյուսը, երբ որ դուք նշում եք որ դրանք բեկորներ են, հողի մեջ թաղված բան մենք բերեցինք այստեղ մաքրեցինք, այսինքն ես հասկանում եմ դրանից, որ նաև հետագայում որևէ երաշխիք չկա, որ դուք դա հետ եք տանել։ Ոնց կարող են ոչ էլ հետ տանեն։ Վազգեն Ապերարմուզի տակը պահեստ ունեք, ինչ-որ հարմար։ Հա, ինչի տա պետք։ Լաս Վեգաս ենք սարքում Երևանը, Գառնի Գեղարդն է մանրից Երևան բերում, մշակույթի նախարարությունն է պատվիրել, ստեղ չկա էլ դնելու։ Գառնի Գեղարդը, ստեղ ինչի։ Դե որ տուրիստները նեղություն չքաշեն, հասնեն քանի կիլոմետր այն կողմ, դա նոր քաղաքականությունն է, դու չես ժոգի։ Բայց ինչ ես ուզում պահեստում դնես։ Դե հիմա Զվարթնոցի քանդակներն են տեղափոխում Մաշտոցի պուրակ։ Գառնի Գեղարդի համար տեղ չի մնացել։ Երևանի թիվ 1 ընտրատարածքում կա պատգամավորի 1 տեղ, որին կընտրեն դեկտեմբերի 2-ին։ Առաջին տեխնացուները սկսեցին դնել իրենց տեխնացությունը։ Մեր հատուկ թղթակիցը այս տղեն չարարեց ու մասնակցեց տեխնացուներից մեկի առաջադրման արարողությանը։ Դիտեք ինձ հիմա։ Գայի արձանի մոտ խաղաղ պայմաններում սկսվում էր նոր ընտրական գործընթաց։ Եվ այսպես տարածաշրջանի ամենամեծ ունեցող ձիու արձանի տակ սկսում է մեկնարկում է թիվ 1 ընտրատարածքի նոր տեխնացուի քարոզարշավը։ Այդ օրը իր տեխնացության մասին պետք է հայտարարեր Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը։ Արձանի մոտ հավաքված քաղաքացիները ունեին շատ բարձր տրամադրություն, ավելի շուտ ռազմահայրենասիրական, նշում ենք պատգամավորի տեխնացուի ծնունդը, այսպես։ Արա ճիշտ է, պարոն Սաֆարյան ծնունդն էր այսօր, չէ՞։ Facebook-ում նայել ես։ Ծնունդի արդիվ հավաքվել ենք, դեզել ենք հրավիրել։ Այո, պարզվեց, որ այդ օրը նաև տեխնացուի ծնունդն էր, բայց մենք նախ հետաքրքրվեցինք Ստյոպա Սաֆարյանի ռազմավարության մասին։ Ինչպես եք պատրաստվում պայքարել վարչական այս մեծ ռեսուրսի դեմ, ձեր մրցակցի դեմ։ Կատաղի իհարկե, իսկ եթե ավելի կոնկրետ, բնականաբար փորձելու ենք ամեն մի փաստ արձանագրել, եթե դա ընտրական օրենսգրքի հետակացության մեջ է, եւ այս անգամ մեր ռեսուրսները շատ ավելին են թույլ տալիս անել, քան կարող էինք անել մայիսի 6-ին, եւ թույլ չենք տալու, որպեսզի փորձեն օգտագործել մեզ բոլորիս պատկանող հանրային ռեսուրսները եւ վարչական ռեսուրսները։ Իսկ եթե ամեն դեպքում շատ ուզենան չարաշահել այդ վարչական ռեսուրսը, չէ, շատ տխուր է այդպես ստացվում։ Որպեսզի տխուր չստացվի, մենք մի քանի իմիջային առաջարկ արեցինք տեխնացուին։ Պարոն Սաֆյան, նաև շինարարական իմիջի էլեմենտ չեք ուզում ավելացնել ձեր տեխնացությանը, որովհետև շատ ընդունված է ինչ-որ sense շինարարական բանով նկար անպայման ունենալ, որ մարդկանց մոտ ստեղծի այդ շինարարության այս մարդը պետք է գա ու
նո կառուցի գաղափարչի իմիջին սա կարող ենք տրամադրել այդ իմիջային հարցը լուծելու համար։ Այսուհետ Ստեփան Շինարար։ Եվ իհարկե շնորհավորեցինք տեխնազույի ծնունդը։ Happy birthday to you Տարեդարձ է այսօր Տարեդարձ է Պանցապարան Տարեդարձ է այսօր Միջոցառմանը ներկա էր նաև մեկ այլ տեխնացու, նախագահի տեխնացու Ռաֆի Հովհաննիսյանը։ Պարոն Հովհաննիսյան, ում եք աջակցում դուք այս ընտրատարածքում։ Ստյոպա Սաֆարյանին, ում ծնունդը մենք նոր շնորհավորեցինք ձեր նախաձեռնությամբ, շնորհակալություն դրա համար, դարոսը մնացածներին։ Ստյոպա Սաֆարյանը փորձարու, թրծված, պարգեշտ, հաշվետու երդասարդ պատգամավոր եղել է եւ ես վստահ եմ որ դեկտեմբեր 2-ին ազատ մրցակցության դեպքում նույնիսկ որ մի փոքր անազատ է լինի կհաղթի Ստյոպա Սաֆարյանը։ Շնորհակալություն։ Եվ կարծում եմ լավագույն նվերը պարոն Սաֆարյանին ծնունդի հետ կապված նոր վարչական շրջանից կլինի ձայնը։ Ընթացքում հետաքրքրվեցինք նաև Նորքի բնակիչներից ինչ տպավորություն ունեն տեխնացուից։ Դուք եք նոր տեխնացու Ստյոպա Սաֆարյան, ինչ եք զգում։ Շատ լավ։ Շնորհակալություն, ուզում շնորհավորել ձեզ նոր տեխնազոների կապակցությամբ, հա։ Դուք եք, ես ընդհանրապես պատճեցի։ Դե ամենակարևորը որ ամեն ինչ լավ է վերջանում ու ի վերջո Ավան եւ նոր շրջանում առաջադրվեց Ստյոպա Սաֆարյանի տեխնացությունը։ Ու տենց։ Այսքան էր Arm Comedy-ին, շնորհավորում ենք նաև բոլոր ամերիկացիներին, կարծում ենք իրենց ընտրությունները մեկ քայլ առաջ էին ժողովրդավարության գծով եւ վերջում վիդեոբոցը, որտեղ Ամերիկայի ժողովուրդը փաստորեն արտահայտում է ԱՄՆ պաշտոնական կարծիքը դիրքորոշումը։ Chuck Norris having been nominated by Armed Comedy. Chuck Norris having been nominated by Armed Comedy. He got 4 votes. Chuck Norris-ը ում տեխնացությունը Armed Comedy-ն է առաջադրել 4 ձայն է ստացել։ Oh, that shot, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. Հիմա ազգի հետ ենք, չէ՞, տենց խոսում ընդհանուր։ Ահագին բան կարանք, դիրքը կարանք չարաշահենք այս հարցում։ Ես մի իմ սեփական շահերի համար էլի ազգ, ինչ որ մեկը, երբ որ ես երկրորդ դասարանում եմ, ինձնից վերցրել է կոմանդոյի կասետը, ու միջև որոշ չի վերադարձրել։ Ես խնդրում եմ ամոթ եղավ, արդեն այդ կասետը բերեք հասցրել։ Հա, ու իմ կուդրաշկասյուն։ Կուդրաշկասյուն։